Ժողովուրդ ջան, հիմա այստեղ հավաքվել եք, ձեր խնդրանք պահանջը իրար չխանգարենք ներկայացնենք, էլի։ Ուրեմն մեր խնդրանքն է, մեր պահանջն է 40 տարի է շենքը գտնվում է 4-րդ կարգի վթարային վիճակում։ Ակնալիժ գյուղի, Գառնիկյան փողոց 3-րդ շենք։ Հիմա մեզ միշտ խաբել են, մեզ նախ ասեմ, որ սովետի ժամանակ հիմք է գծվել, որ նոր շենք կառուցվի, բնակիչներին տարհանել են, որ շենքը կառուցվի, մարդիկ գնան ապահով։ Դա երբ է եղել։ Դա եղել է 86 թվականին։ Սովետական տարիներին։ Ցավոք սրտի սովետը փլուզվեց, մեր ժողովրդի մուրազն էլ մնաց կիսատ ոնց ասած, մարդիկ ստիպված նորից հետ են վերադարձել, նորից ստեղ ապրում են, ստիպված վախով բոլորս ապրում ենք։ Մեզ ամեն տարի ասում են, «Էսրան ընտրեք, լավ կլինի, նրան ընտրեք, լավ կլինի, ձեր շենքի հարցը կլուծվի, այդպես էլ չլուծվեց»։ Մենք որոշել ենք մեր ուժերով անենք, բայց զգում ենք, որ մեզ խանգարում են։ Շատ խանգարում են։ Խանգարողը ովքեր են։ Դե չենք կարում հələ որ բարձրաձափաստեր չունենք։ Իսկ խանգարում ինչ բավ են խանգարում, ժողովուրդ ջան։ Մերժվում է, մեր համար ոչ մի մարզպետ չի դիմել կառավարություն, ոչ մի համայնքապետ չի դիմել, մեզ ասում են մենք տեղյակ ենք, մենք զբաղվում ենք, բայց փաստ չկա որ։ Ժողովուրդ ջան, էսի Վարշապատ խոշորացած համայնքա թե Մեծամոր խոշորացած համայնք, իսկ Մեծամորի խոշորացած համայնքի ղեկավարի հետ փորձել եք, հանդիպել եք։ Փորձել ենք, ասում են տեղյակ ենք, խնդիրին տեղյակ ենք ու վերջ ուրիշ ոչ մի բան չեն անում։ Մենք մեր ուժերով ենք սկսել անելը, խոչընդոտում են։ Եկել է մի 10 օր առաջ եկել են ներքին գործերի նախարարությունից ուղարկել են սեյսմիկ կայանից, որպեսզի չափագրեն։ Սովորական հեռախոսով մի երկու հատ նկար են արել, առանց որևէ գործիքի, որևէ բանի։ Մի երկու հատ չխ կարեցին, նույնիսկ այս պատը որ քլվում է, իրանք նույնիսկ էս չէին նկատել։ Գնացել են, չեն այնքան անուշադիր են ու անտարբեր են։ 3 հարգանի շենքը գրանցել են 4 հարգանի։ Այդպես են գրանցել։ Այո։ Google-ի նկարը մեր շենքի, եսին որ թվի նկար են իրանք ուղարկել, որ հիմա լրիվ ձևափոխվել է։ Էդը տենց։ Մենք բողոքում ենք, մենք պահանջում ենք նորից, որ գան, նորից խելքը գլխին, ոչ թե կաշառված չգիտեմ ինչ է։ Հա, իրանք կաշառակ։ Բանիմաց մասնագետ կա, էլի, ոչ թե։ Մենակ բանիմաց չէ, մի քիչ էլ չկաշառվեն, էլի, որտեղ մի կլորի գումարի դիմաց գնում են ու այդպես բաներ են անում, դա հաստատ է։ Ժողովուրդ ջան, կներեք, ժողովուրդ ջան, ինչքան մարդ է բնակվում այս շենքում։ 24 բնակարան, ամեն բնակարան 5 կլինի, 6 կլինի։ 110 հոգուց ավել։ Հələ մի քանի հոգի հղիներ էլ կան, էլի։ Բա երեխա են ունենալ, բան են ունենալ, աճող շենք է, էլի բնակչության թիվը։ Ինչա տատ։ Բայց ես մեջ երեխայնան ընտանիք չկա, որ երկու հատ եկա, թողա երեխա չունենա։ Հələ փառք ասու, թողելի ունենա, ինչ կան ունենան ներով։ Բայց ով է բերում, վախենում են, մենք կապրելու տեղ չունենք, մենք ինչ աղենք։ Ամեն պայս սպասում ենք աղա շենքը նստի։ Նստում այլ ինչ։ Իմ տղան ամիսնան։ Թեմի ես պատվանոր բացեմ դու ճակը տենաս։ Նկուղի ճակերը։ Ճակը նստել է պատը։ Եկեք գնանք հովտեղ էլ ինչ։ Անտանելի վիճակ է։ Իմ տղան ամուսնանալու ենթակա է, բայց ես չեմ կարող ուրիշ աղջկան բերեմ այս պայմաններում։ Մենք ենք վախենում ստեղ ապրենք, ուրիշ աղջկան էլ բերեմ։ Ասեմ տղաս էլ պոստա պահում հենց հիմա։ Ազգի անվտանգությունը։ Ժողովուրդ, բայց չեք ուզում կառավարություն էլ դիմեք, որովհետև ոնց հասկանում եմ քաղաքապետարանը օգուտ չի տալ, հա։ Կառավարություն էլ եք դիմել։ Վարչապետին էլ ասեմ։ Ու ասեմ 4-րդ կարգի հետազոտությունից հետո պարզվել է 4-րդ կարգի վթարային շենքը դարձել է առանց բարեփոխման դարձել է 3-րդ կարգի։ Ո՞նց է լինում դա։ Ժողովուրդ ջան, ես դա չեմ հասկանում, 4-րդ կարգի տարբերությունը որն է, 3-րդը ես չեմ հասկանում։ Քանդման ենթակա։ Իսկ 3-րդը բարելավման ենթակա։ Այսինքն իրականում ինքը 4-րդ կարգի է, որովհետեւ ժողովրդի համար թազա շենք չսարքեն, փոխել են 3-րդ կարգ ու չեն եկել։ Հա, այդ ի՞նչ է։ Մի բան ասեմ, մի հատ երեխա է կորում, ամբողջ ուժերը կենտրոնացնում են, որ մի հատ մահացած երեխին գոնե գտնեն, չէ՞։
Հիմա ինչ սպասում են այս երեխեքը հերրու իրանցից։ Մնան փլատակի տակը որ գան։ Ամեն պահի կա վտանգ, որ շենքը կարողան Բա հիմի դրան են սպասում, հա, որ ասեն, վայ, մենք փլատակի տակից հանեցինք։ հեսա։ Նկարեք, բոլորը նկարեք։ Էս է ճաքերն է։ Կարակ մտնեք նկարեք։ Այս կոմունարեք, դա դուք դեր ասում նայեք։ Ինքը թեքվել էլ է արդեն։ Այս պատը Թեք ազգում ես, հա, թեքվել է արդեն, հեսա նայ։ Համա այս պատը թխկստում ես, սա դմդմում է։ Ասում են, դա գյաջն է տենց եղել։ Գյաջը պատը որ առանձնանում է, բնականորեն գյաջը առանձնանում։ Դու ասա գյաջ ուտեք դուք։ Պապա հենա նայում ենք դեմենք պատը թեքվել է արդեն, ինչ։ Այնա այդ կնոջ տունը նայեք առաջի հարգը։ Էսա ճաղ, սաղ, այսենց։ Այդ էստը մտեք նայեք, ավելի պարզ ապա։ Շատ է փլվել, ճակատը միշտ փլվել է այն կողքի մուտքը։ Մենք սարքել ենք բնակիչներով, ամեն անգամ քանդվել է, մենք սարքել ենք։ Հունիսի 28-ն է Արմավիրի մարզի մեծամոր խոշորացված համայնքի ակնալիջ բնակավայրի արդեն ամբողջ Արմավիրի մարզում հայտնի Գառնիկյան փողոցի 3-րդ շենքում ենք։ Այս շենքը, ինչպես նաև տեսնում եք, հարակից նմանատիպ երկու շենք, 3 հարկանի շենքեր դեռ սովետական տարիներին են եղել եւ իրենք բնակիչները ոնց որ ասում են աչքի լույսի պես միշտ պահել են շենքը, սակայն արդեն տևական ժամանակ է 30 տարի է այս շենքը ժողովրդի բնակիչների համար դարձել է մի իսկական պատուհաս։ Շենքն ամբողջությամբ կարելի է ասել ենթակա է քանդման, քանի որ վթարային է։ Եղել են անգամ դեպքեր, երբ շենքից քարեր են թափվել պարզապես երջանիկ պատահականությամբ այդ պահին քաղաքացիները չեն եղել, երեխաները չեն եղել, հակառակ դեպքում քարերը կթափվեն նրանց վրա։ Հիմա մարդիկ ուզում են այս անգամ հավատան, որ կառավարությունը թեպետ նշում են, որ բազմաթիվ անգամ դիմել են կառավարություն, մարզպետարան, ոչ մի մարզպետ, կառավարության ոչ մի ղեկավար հարցին լուծում չի տվել։ Ամեն անգամ խոստացել են, նույնիսկ բնակիչներն արդարացիորեն նշում են, որ ընտրություններից ընտրություն գալիս խոստանում են, որ հարցը կլուծեն, բայց ընտրությունները վերջանում է, այդ ընտրվողները հոդս են ցնդում։ Հիմա ճիշտ ասած բնակիչները իրենք համառոտ կներկայացնեն իրական ինչն է պատճառը, որ ստիպված հավաքվել են այստեղ եւ իրենք նշում են, որ մեր հույսը այս անգամ, մեր հույսը կառավարությունն է, վարչապետը Նիկոլ Փաշինյանը եւ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարը ներկայիս Դավիթ Խուդացյանը, ով ի դեպ Արմավիրի մարզպետն է եղել, ով շատ լավ գիտի, որ այս մարդիկ կարելի ասել ապրում են ատոմային բոմբի։ Շատերը հիմա կարող են մեղադրեն, ասեն ատոմային բոմբին ինչու ենք բերում համեմատում այս դեպքի հետ։ Այո, ատոմային բոմբ, որտեղ չգիտես, գիշերը կլուսացնես, թե չէ, թե ամեն պահ մի թեթև ցնցում շենքը կարող է նստի եւ ողբերգական հետևանքներ ունենա։ Ժողովուրդ ջան, մի հատ խնդրում եմ, համառոտ ներկայացրեք, էլի։ Դե մեր բարգությունը սկսվեց նրանից, որ այսքան դիմելուց հետո, սեյսմիկ կայանից, որ եկան չափագրեցին, չգիտեմ ինչ հանգամանքով ոնց, մարդիկ այնքան ոչ պրոֆեսիոնալ են, որ 3 հարկանի շենքը չեն տարբերում 4 հարկանի շենքից, նշել են 4 հարկանի։ Հետն էլ 4-րդ կարգի վթարային շենքը, եթե 40 տարի բարելավման չի ենթարկվել, այդ ոնց վերածվեց 3-րդ կարգի։ 4-րդ կարգի դարձավ 3-րդ կարգի առանց բարելավման։ Մենք հասկանում ենք, որ խոչընդոտում են, հերիքի չեն օգնում, խոչընդոտում են։ Ոչ մի մարզպետ մեզ չի ընդունում։ Կամ եթե ընդունել են, հա, կպատասխանենք ու չունենք պատասխան։ Պատասխանը օդի մեջ է։ Մեզ կտրուկ պատասխան, նորմալ չեն պատասխանում։ Ընտրությունների ժամանակ Ընտրություններին այն ժամանակներից 30 տարի սրան ընտրեք լավ կլինի, նրան ընտրեք լավ կլինի։ լավ կլինի նկատում, որ շենքի հարցը կլուծեն, էլի։ Որովհետև ամեն պահի կարող մտածում եք, շենքը կարող է փլուզվի։ Հա, վերջապես շատ չարչարանքներից հետո տվյալ հիմիկվա մարզպետը համաձայնվել է ընդունելու երկուշաբթի, տեսնենք։ Չգիտեմ, էլի հույս չունեմ, չգիտեմ։ Հերրի, լիարժեք հույս չունեմ։ Հավատ չկա, հավատը չի գալիս։ Մոտ 110 հոգի բնակիչ ունի շենքը։
Մենք նույնիսկ ուզե դուրս 24 բնակարան։ Այս դոմիկը որ կա ժամանակին հատկացրել են, որ մարդիկ ապրեն մինչև շենքը սարքվի։ Բոլորին ասես դոմիկներ են տվել։ Այդ կարգի, որ ինքը վտանգավոր է եղել։ Ուղղակի ստիպված նորից մարդիկ հույսները կոտկը վերջ բանը։ Ժողովուրդ ջան, դուք նշեցիք նաև, որ Հիմք շենքը եղել է 4-րդ կարգի, ինչը նշանակում է, որ պետք է ամբողջությամբ քանդվի, նորը կառուցվի, բայց հետո որոշել են 3-րդ կարգը, 3-րդ կարգն էլ ինչ է տալիս 3-րդ կարգը։ Երրորդ կարգը գան բարելավեն։ Ինչը բարելավեն, եթե պատերի մեջը դադար գա։ Դադար կա։ Մի հատ հեսա կնկարեք, կտեսնեք, կներկայացնեք ինչ ահավոր վիճակ է։ Սրա ինչը պետքա բարելավեն։ Պանելները իրարից հեռացել է, ինչն են, պանելը վերցնելու են, մոտիկացնել, ոնց են անելու։ Ոնց կլիցեն։ Ոնց պետքա իդի անեն իրանք։ Մենք էլ չենք հասկանում։ Այսքան երեխեք, այսքան ժողովուրդ։ Այսքան երեխա էլի եմ ասում, մնան հերրու իրանցից, մնան փլատակի տակը, որ գաք ասեք, վայ, մենք եկանք հերրու իրանցից դիագները հանեցինք հողի տակից։ Դրան եք սպասում։ Երեխեք, ինչ եք ուզում վարչապետից։ Ժողովուրդ, կառավարության ներկայացուցիչներ, հարգելի մարզպետ, մեծամոլ խոշորացված համայնքի երեխաները դիմեցին ձեզ ասելով, որ մենք ուզում ենք ապահով քնենք, ապահով արթնանանք, որ շենքը չփլի։ Իսկ շենքը չփլվելու համար արդեն ոնց որ ասում են դուք եք պատասխանատուն, դուք պետք է այս ժողովրդի այն որ ասում են վերքին դարման լինեք։ Չենք ասում թող մեզ բերեն մարդա, թող նոր շենք կառուցեն, տեղափոխվեն։ Դավ, մի հատ նկուղ մտնենք, նկուղ կարանք մտնենք։ Սենց հա։ Ճաքերը ուր է։ Ուր է, ստե ճակ չկա, այ կուցավը տանեմ, ստե մենակ կամպոտ ու բան է։ Որը։ Հա, հա, թե չէ մենակ կամպոտ է։ Այն կինոյի մեջ ասում են ակամպոտ։ Տատու սարկածը, չէ։ Հիմքը ֆունդամենտից առանցքացել է։ Օ, հա, իսե դա տես ես չեմ ան։ Մարդիկ իրանք ուժերը չի գան Բայց այդ հիմքը բան չի։ վտանգավոր է, էլի ժողովուրդ ջան, անկեղծ Թեքված է շենքը 9 մետրի վրա մոտավորապես 60 սանտի շենքը թեքված է։ Ու այս կողմի վրա է թեքված։ Այն կողմից անձրևաջրերը մենք շիֆերները առաջ ենք տվել, 30 սանտի առաջ ենք տվել, որ գոնե պատերի վրա չկաթա ջուրը։ Հիմա նորից Այստեղ վտանգավոր է, էլի։ Այդ ամեն ջուր լցվել է, դա արդեն մաքրել։ Արդեն հիմքերը անիծում է։ Մեջի զալիք են որ լցվում է երկու տակ պատը։ Զալիք են լցվում է երկու պատը, երկու քարերն էլ առանց այդ բան են մնացել։ Հենց Այս Օ, հետո։ այս արանքով են թե բանը։ Արդեն թեքվածության հաշվի սխմվել։ Ամբողջական վերցնեմ, էլի։ Այս բան թեքվը։ 40 տարվա պանել է, այդ քայքայվի արդեն է դա։ Այն որ ասում է ժամկետը լռ 40-ից է։ 70-ականների շենքերը, Խրուշովի ժամանակվա սարքա շենքեր ասան։ Կարիճան, մեկ լուփագե բանը։ Ատե չկա, ատե։ Տան մեջ մտնենք մի հատ։ Ստե չեն կարա մտնենք։ Ասում եմ, ջուրն է կաթացել, որ այդա դա դուրը բաց է։ Էսա նայ։ Это бац. Ну это միտոպե Արիքստե նայեք խոնավությունը այլուր։ Դες որ ջուրա հարևանի տունն է լեսակալն է երկրորդ հարգի կտենա որ ինձ ձևի է։ Որ ջրի պատճառ չի ելել։ Միտոպե Նայեք, պատալոկները նայեք։ Այսա պատալոկը նստում է։ Ստենայ։ Չէ։ Պատալոկը նստում է։ Նայեք, ես մի հան նայեք, ստենայք, ասում եմ, այդ ջուրն է կաթացել հարևանի տնից։ Էդից բան։ Օ, էսի ինչ ասած ես բանոն, էսի դարն ապրել է այս բանելը արդեն։
Էսի ամեն վտանգավոր է ժողովուրդ ջան, ինչ ասեմ։ Ասում եմ ոնց է Գոնե օգնեմ։ հանդոցում մտնում, ասի ախուձողում մտնում եմ։ Խաչակնքում մտնում եմ ասա։ Հա, ասեմ։ Որ մտնում են, որտեղ չգիտեմ, կելեն թե կգան կհանեն։ Հա։ Մի հատ գնանք կողքի մուտքը։ Ասա, նա կներեք, ինչ է շանսը։ Խնդրեմ, ստենայք, դուրս Օ, այն, այն։ Այս լրիվ առանձնացված։ Այսօր մեր ինգեր վիրոլայի վերջի շնորհքն է։ Հոսանքի մոտ բերել են Ջուր։ ջուրը միացնել են։ Ջուրն ու հոսանքերն է։ Տա։ Ինչքան էլ երեխա կա։ Հոսանքը խփի։ Ոնց կլինի հիմա են արա։ Բայց էսի վիոլան ա արել էսի բայց։ Ինչա, երկու հոգի ջրի խնդիր եղավ։ Իրոք ճիշտ։ Հա բայց ջուրը հոսանքի հետ ով է տեսե։ Ասեցին չեն թողնի։ Էսը ջրաչափը, Հեսա կգաք մեր մուտքը կտեսնի։ Նույնն էլ էս այն պայդեսնա։ Ստենայ։ Այսօր Դրակաց վիճակը։ վերել են նայեք։ Մեր Օ, հոլնդեն այ։ Այախպե լրիվ վտանգավոր է։ Վայ, ծիծեռնակից բուն է։ Ծիծեռնակը բուն է շինում։ Եշինում է։ մենք ենք բանը Բարի ծիծեռնակ։ Մի հատ լավ խաբար բերի, կառավարությունը համաձայնվի օգնի։ Օ, սի շատ վտանգավոր է, ժողովուրդ ջան։ Նստեմ է։ Սեզ բան մենակ Հայաստանում կլի, ստենա է։ Ջրագծերը պատի վրով այդում։ Հոսանքին ու բան։ Ջանդամ երեխեքն են էս ապագա։ Չունենք էլ ապագա, որ էս երեխեքին մի հատ Լուստեն նայ։ առաջարկեք։ Էս է մեր։ Տարիքով մարդը սեզ բան կանեին սովետի ժամանակ, ջրագիծը պատի վրով ու հոսանքի լարի մոտով։ Հենա տենում ենք էլի, չէ։ Թազա բանա, 21-րդ դարա։ Հոսանքի վրայով ջրագծեր քաշած։ Գիժ են այն մարդ։ Ատեղ էլ է։ Հա, տուննա, կարապաները մտնել։ Հետի մեր տատիկի տուննա, էսը Ստեղ էլ է պատալոկը։ Տենում ես ծիծեռնակը, վայ ծիծեռնակ ջան։ այս են ֆամ։ Ինչ է շամշը, մեր այս պայդեսն է, այս շենքը։ Մի Պատալոկը նստած է։ Մի չտեսնված շենքա, որ դուրը Տես հենա, առաստաղը նստած է, ժողովուրդ։ Մի չտեսնված ժողովուրդ են պայդեստով, մի ընտանիք, որ դուրը բաստող են կետ անգամ ամիսներով, մեր տնից ընդհանրապես բան չի կորեմ ու ոչ էլ Հա, բայց նա այն շենքը պատալոկը լրիվ նստած է։ հա։ Էսա։ Հա, էսա։ Լրիվ առանձնացած է։ Մի հատ փոքր ցնցում է հերիքա։ Ինչ է շանսը, հեսա կներեք։ Մի հատ փոքր ցնցում է հերիքա։ Տոնալետը ցույց չեմ տանում, որ մեր լախը ոնց է կաֆելից առանց։ Չէ, արդեն պարզ այգուցա վտանում։ Ես դիմացինը մեր տննա, բատը ցույց տամ էր, որ ասեց, որ ասում են գյաջան։ Մայրս է, ստեղ է նովելն է, հիվանդանոց։ Ուրա։ Խփած։ Հեսա։ Պատը ուր է այդ որ ասում է։ Այն պատնա, կներեք, ուզում եմ ցույց տամ, մենակ չնկարեք, էլի խնդրում եմ։ Հայ։ Այ թող ես ծեցեմ։ Սիրելի ընկեր Չաուշեսկու, դուք պետք է անտեսեք այս պոդկումը, համարեք այն աննշան միջադեպ, որովհետև մենք առաջին հերթին պետք է հաշվի առնենք ողջ կուսակցությունը։ Անդեղ էլ է, չէ՞ նույն միջը։ Հեսա պատալոկը, սա։ Այնա, բծածկի արդեն, հենա, արանքները երևում են, նայ։
Ժողովուրդ նաև գազի խնդիր ունեք դուք թե։ Խնդիր մեզ թույլ չեն տալիս, որ գազաֆիկացնենք, ասում են վթարային է։ Բայց գազի խողովակը սիրում եմ, ասես մեր պատի վրայով գնում է։ Բայց մեջը գազ կա։ Գազ կա մեջ, Մյուս շենքերն են մատակարարում։ Մեր պատի վրայով տանում են մյուս շենքերին։ Այդ խնդիրն ինչու՞մ է, եթե մեզ թույլ չեն տալիս։ Այս ճանապարհը սրա մասին չեմ ասում։ Կոյուղին անընդհատ վթարման մեջ է, անընդհատ արդեն մենք ենք ամաչում, որ կանչենք։ Վիոլա ջուրը չի գալի, չեք ասում վիոլա ջուր։ Ոչ, վիոլա ջրի մասին չենք ուզում խոսենք անհարապես։ Էլի ժեկը շնորհակալ ենք։ Բայց վճարումներ կատարում եք։ Սկզբից արել ենք, հիմա չենք անում, որովհետև չեն դարդարացնում իրանց։ Մեզ բաները, շենքերի կոյուղիները, նույնիսկ գծագրի մեջ չկա։ Գնում է այն ներքևը թափվում։ Գլոբուսից դուրս է էլի։ Այո, 21-րդ դարում ապրում ենք այս պայմաններում։ Բայց համենայն դեպս այդքան տգետ չենք, վերջին մարդիկ չենք, բայց ստիպված ապրում ենք ստեղ այս պայմաններում։ Գնանք այդ կողքի մուտքը մի հատ այդ կողքը տեսեք։ 3 լիտրանով բալոնը գազի լցնում բերում ենք, որ գազ օգտագործենք։ Տատիները։ Հեն տատ ջան։ Պատը։ Քանի անգամ։ Ուժերով սարքել են, քանի անգամ խանդվել է, իրանք իրանք ուժերով սարքել։ Սրա ինչն են ուսիլենի անելու։ Ինչը, այս պատերի մեջ մինչև ստեղ թևս գնա, թլելի կգնա, որ թևս թեքվի։ Սրա ինչն են ուսիլենի անում։ Մի հատ ստեղ նայեք, այստեղ նայեք, Հա, հենա, հա։ հələ նայեք։ Էսի ամեն պայ կարա մի հատ թեթև ցնցում։ Այսինքն ոչ պրոֆեսիոնալ, ինչքան մարդիկ անխիղճ են։ Էսի մի անգամ շարվել է, էսի թափվել էր, մի անգամ շարվել է, նորից ուռել է։ Եկեք, հեսա, ստեղ։ Հենա, այդ շենք հենա, այն լուսամուտը չի ուռած չի ժողովուրդ։ Այս։ Մի հատ այն վերևի լուսամուտի անկյունը կարեք մոտիկ ասնեք, էդին պատուհանն է կուխնյայի, պատը առաջ է եկել։ Պատը առանձնացի առաջ է եկել։ Արա ասիմ գրամավայ։ Այս արանքները, սրանք, այս սրանք, աստեղ տեսեք, սրա ինչն են ուսիլենի անելու։ Այս բաջեզն էլ ստեղ։ Նստում է այս։ Այսի նոր են արել։ Այնքան դիմեցին, եկան միացեց պրոստինայի հաստության, այնքան որ ծածկեցին, այստեղ անցք կար։ Անձրևաջրերը, այստեղ այս սրատակը ջուրա գնացել, տարին ռզեցել, ջուրը գնացել է։ Վտանգավոր է ժողովուրդ ջան շենքը։ Ինչ պետք է լինի։ Ես խեր ջող։ Գնացա, բացա դուրը, արի ցույց տուր։ Մենան նստել։ Իդի շարապարը բաց։ Սանդուղքներին այդ բայրն է։ Գնա հույսը բարի։ Էս նկարեցի։ Նույն են մուտքն ասենց, նույն են ասցին ասում։ Ես այդ քերով ստար ցույց տու, ես չգիտեմ տեղը։ Հեն տատ ինչ ա տեղ։ Խոհանոցը։ Հա, այս խեպա հատակը թեք։ Էդ էլի, նստելա, նստեմ մշենկա։ Հա, հեսա։ Լուծավալը։ Վարի, հա, ես պատու լուծավալը, որ լուծենի։ Սավաղ մորոմ էլի բաստումա։ Նրանք Ռուսաստան փողաշխատ գալ վերանորոգեցին, ոքուր չկա։ Ասում ոնց կարա մարամ կոդվիս։ Ուսես 30 տարի ես վիճակում ապրում ես տատ։ Թութերի տենա փախալու բախտեր գաբրաններ։ Եկան քիչ փախանեկան որ փլան պապա ուչակիկ վանի այլա։ Տոնտո։ Չէ 30 տարուց ավել ստեղ եք ապրում ես պայմաններում։ Ուցանատին թին փախալ։ Եկան ավալի շենքա, մանգապատ է զայա, մտածը։ Հա, տեսա տաճ ջան։ Ասեմ ինչ անեմ։ Հələ մի հատ այն պատը տես։ Հոսանքն ու ջուրը կոալիցիա են կազմում այստեղ։ Քարը կախված էր, մենք ենք հրեներս։ Հո։ Այն քարը կախված էր։
Էսի լավ որ։ Նույնը դրսից երևում է իր ուղղած։ Երկու տակ պատա, երկու տակ պատի մեջտեղի լցած լիցքը արդեն բանի պետք չի։ Ինքը վտանգավոր է։ Հիմա սա խավեր է ճակի։ Հիմա դատակ։ Քանի մուտքան էր շենքը։ Երկու մուտքան։ 2 մուտքան։ Էդ էլ ուղղած։ Doktorlar hoşlanmadığını var bizimle şu an. Sus bana. Այս շենքը վթարայինի համար կանեն է։ Ես չգիտեմ սրանք է պետք է իրան դուսինենի անել։ Ինչ պետք է Սլենյանը ճիշտ ասում։ Ու մեզ ասում են, որ անձրևաջուր է կաթացել կտուրից։ Պատճառը դա որ ինքը վթարային դարձել։ Եա։ Խելքին պատճառը։ Խելքին անվանա։ Ջիվանն ասում է խելքին աշեցեք։ Մի հատ էստեղ նկարեք, որ բան չեմ ասի։ Այստեղ էլ է նույն վիճակը։ Այստեղ մի հատ էստեղ տեսեք։ Մի հատ էստեղ տեսեք։ Օրեսո։ Առանձնացված է։ Հա, առանձնացված։ Սա սիլիկոն եմ լցրել, որը փոշի չլինի։ Բանել իջնում է, գետին է որ նայց ինձ։ Այս կողմն է, հեսա, նույն պանելը հեսա, այս կողմն է ճակված, նայեք, հեսա։ Ինքը նստած է։ Ուրիշն սենց է իջնելու, հա։ Շենքը այս կողմի վրա։ Մեջտեղ Մուտքի մեջտեղ կողմը իջնում։ Սիլիկոն եմ լցրել, որտեվ ամեն առավոտ այսենց Փոշի։ գծով հողը իջնում է։ Մի հատ թեթև երկրաշարժ արդեն։ Ու արդեն պատրաստ է փլուզում։ 200 թափովանցնի կդելի է շենքը։ Վախում ենք, որ երեխեքը գան այստեղ գոնե մի օր Այստեղ էլ է նույն վիճակը։ Էտա մի փոքր Թեթև